Դու ես չէ վրամին տրամադրել իմ դեմ։ Դու հիմա փորձում ես համ ինձ վնասել, համ պապային, համ Հայկին, ու այդ ամեն ինչ անում ես ընդամենը մի հարվածով։ Դու սկսում ես ինձ ճանաչել, բայց չգիտեմ այդ լավա թե վատը։ Լավ, հիմա ինչ ես մտածել, ով է հաջորդ զոհդ։ Շատ մեծ ցանկությանս դեպքում հիմա ձեռքերը Սոնային էլ չեն հասնի։ Վրամն էլ իր կամքով չի վնասի։ Արանքում ով է մնում։ Միքա։ Նարե։ Նարե։ Այս ինչ է կատարվել։ Տղերքն են զանգին են սպասում։ Հիմա դու որոշի պատասխանում ես դրա զանգին, թե ես զանգում եմ տղերքին ու ասեմ, որ ամեն ինչ սկսեն։ Հաճելի է, երբ տեսնում ես ոնց է թշնամիդ ողբում։ Դու հրեշ ես արվում։ Գիտեմ։ Սպասում եմ քեզ, ասա, որ ես իմ անելիքը անեմ։ Վայ Նարե։ Նարեն միջև հիմա չկա, լուր է չկա։ Վրամին է վախեմ է մի բան ասեմ, մյուս կողմից էր վաղ թե ուշ իմանալու է, որ քույրը տանը չի։ Չգիտեմ ինչ անեմ, որ երեխուս գտնեմ։ Սաքո, մի ձեն հանի, ես տեղ խելագարում եմ, դու քո համար հանգիստ նստած ես։ Ինչ ես ուզում որ ասեմ, Անիկ, ինչ ասեմ, երկուսիս համար էլ պարզ է ուրա գնաց է։ Եթե իրոք պարզվեց, որը տենց է։ Ինչ։ Եթե լինի այդպես ինչ ես անելու։ Հրաժարվելու ես Նարեից։ Իրան էլ է ջնջելու քո կյանքից ոնց որ լալային։ Չտաս դրա անունը։ Չտաս։ Իսկ աղա մի օր Նարեի անունը արգել ես տալ։ Կլինի հավաքես քեզ։ Կլինի հավաքես Քանի ինչ։ Եթե նույնիսկ Նարեն ամենավերջին մարդը լինես աշխարհում, ամենաստոր ու վատ արարքը անի, ես միշտ իմ երեխու կողքին կլինեմ։ Ու ոչ դու, ոչ որևէ մեկը այս աշխարհում, ինձ չի կարող ստիպել, որ ես հրաժարվեմ իմ երեխուց։ Ես միջև հիմա չեմ կարող ինձ ներել, որ Լալայի կողքին չեղա, որ իր նամակներին ու զանգերին չպատասխանեցի։ Իմ Նարեն, քո համար Լալա չի լինելու։
Եթե նույնիսկ Հայկի հետ է, եթե նույնիսկ այս տնից փախել է, դու չես կրկնի նույն պատմությունը, այս անգամ ես քեզ թույլ չեմ տա։ Ջարդեք։ Վայ նարը ինչ եղար։ Հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Ասա քերի։ Փաստաբանի հետ եմ խոսացել։ Մի քանի բան ուզում մեզանից իմանամ։ Քեզ հարմար է հիմա գնանք։ Հայկ։ Քերի նարն չկա։ Էլի։ Չէ, այս անգամ հաստատ իր կամքով չի գնացել։ Ստիպել ու տարել են։ Չգիտեմ, այնքան բան է իրար հետևից կատարվում, որ չգիտեմ արդեն ինչ պիտի անեմ։ Ընկել եմ փողոցներում նարը եմ ման գալիս։ Չգիտեմ, սիրտս ահավոր անհանգիստ է քերի։ Ոչ մի ձև կապի դուրս չի գալիս։ Հորտուն հաստատ չէր գնալու։ Այն անգամ գնացել էր, որովհետև թաքցնելու բան ուներ, իսկ հիմա բոլորը ամեն ինչ գիտեն։ Իմ օգնությունը պետք է։ Հա, պետք է։ Ay nare. Լսի միշտ են իրանք սենց կոպիտ։ Լիլ կամաց կլսեն։ Այ հիմա եմ հասկանում, թե ինչի ավռամը հայոց լեռնաշխարհի կարկառուն ներկայացուցիչ։ Լիլիթ։ Լավ կներես, հասկացա։ Դե պատմի, տեսնեմ ինչով ես զբաղվում ամբողջ օրը։ Հայ դեպ ինչի աշխատանքից դուրս եկար։ Քեզ էլ են ասել, որ կնոջ տեղը խոհանոցում լուրջ ես ընդունել։ Հավատացել ես։ Սոն նորմալ է ամեն ինչ։ Հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Նարե, ուր ես։ Ուր է նարեն, մամ։ Նարեն։ Հա, նարեն, մամա, սենյակում չի, ուրա քեզ ինչ-որ մի բան ասել, հա? Չէ, ես չգիտեմ, ինձ ոչ մի բան չի ասել։ Հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Անհասանելի է։ Գիտեմ, ես էլ եմ զանգել։ Այսինքն վաղուց տանը չի, մամա։ Ես մտածում էի, որ ուղղակի գնացել է քայլելու, որովհետև Նարեի համար երեք շատ ծանր օր էր։ Բոլորիս համար էր ծանր, բայց Մամա, բայց ինչ։ Վրամ,
Նարեն երեկվանից տուն չի եկել։ Մտածեցի, որ ձեզ հետ է, դու Սոնան մենակ եկաք տուն։ Մամա, ու դու ինձ այդքան բանը հիմա ես ասում։ Տղես, ես Աստծին։ Ես կգժվեմ։ Նարե։ Սոն։ Լիլ, ուղղակի գիշերը լավ չեմ քնել։ Դրա համար մի քիչ հոգնած եմ։ Ոյ, Սոնաս։ Դու Նարեից տեղյակ ես, Սոնա։ Չէ, տեղյակ չեմ։ Վայ, Սոն, ախպերը դա չես պատասխանելու։ Հետո կխոսեմ։ Նարեսա, հաստատ Նարեսա։ Բարև Անիկ։ Լալա։ Սոն, կարող է ուզես դուրս գանք քայլենք։ Չէ, Լիլ, կներես, բայց չեմ ուզում։ Սոն, ես տեսնում եմ, որ դու լավ չես զգում քեզ։ Ավելորդ հարցեր էլ չեմ ուզում տամ, որ ավելի քեզ վատ չզգաս։ Բայց ես տեսնում եմ, որ դու քեզ նման չես, լարված ես, անհանգիստ ես։ Ինչ է կատարվում։ Հայկ։ Սոն, բարև։ Բարև։ Նարեն տանն է։ Իրապե, Նարենի չի պետքա տանը լիներ քո հետ, չի։ Հա, իմ հետ էր, Սոն, երեք ամբողջ օրը իրար հետ ենք եղել, բայց այսօր չկա։ Ոչ միտեղ չեմ գտնում, մտածում եմ կարա գտել ու բերել են տուն։ Չէ, Նարեն տանը չի, վրամն էլ է Նարեին ման գալիս, բայց արդեն սկսում եմ անհանգստանալ։ Մտածում էի, որ գոնե քո հետ է։ Իսկ դու վստահ ես, որ Սաքոն ու Վրամը տեղեկություն չունեն։ Հա, Հայկ, վստահ եմ, որովհետև համ Վրամի մաման է ման գալիս Նարեին, համ էլ Վրամը։ Ես չեմ հասկանում, որ պետք է անհետացած լինի։ Չգիտեմ, լավ։ Հենց ինչ որ բան իմանաս անպայման ինձ ասա էլի։ Լավ, բայց ես էլ քո զանգին կսպասեմ։ Եղավ։ Վայ Նարե։ Էս ինչ պատմությունների մեջ եք։ Լիլ, քեզ թվում է ես հասկանում եմ։ Նարեն չկա։ Լավ, երևի ես գնամ անհարմար պահի եմ եկել, բայց դու անպայման խնդրում եմ ինձ կզանգես, որ խոսենք հասկանամ ինչ ա եղել։ Լիլ, մի քան ոնց է, խոսքով ընկանք մոռացա, շատ եմ վնասել։ Լավ է, մի անհանգստացի, մի քո հետ ամեն ինչ կարգին է։ Բայց ասում եմ քեզ, շատ եմ խնդրում, որ ինչ որ մի բան իմանաս, ինձ էլ ասա, հա, արի գնանք ինձ ճանապարհի։ Շոյված եմ հյուրընկալությունից Տանիկ։ Ես գիտեի, որ Հայաստանում ես, բայց չէի սպասում, որ կգաս։ Կներես, որ սպասելիքներդ չեմ արդարացնում։ Ժամանակին էլ մարդիկ իմ սպասելիքները չեն արդարացրել։ Ու այդ մարդկանց թվում նաև դու ես։
Ես եկել եմ, որ Սաքոյին տեսնեմ։ Խնդրում եմ, ալա, հիմա չէ։ Դու մի անգամ արդեն Սաքոյին տեսել ես ու խոսել ես, ու դրա արդյունքում ինքը սրտի կատված է ստացել ու մինչև հիմա ուշքի չի գալիս։ Իմ տանը հիմա իսկական քաոս է տիրում։ Եթե դու այս բային մտնես իմ տուն, այդ կարող է վերջին կաթիլը լինի։ Իսկ քեզ թվում է դա ինձ հետաքրքրում է։ Կարող է 10 տարի հենց այդ կաթիլին եմ սպասել։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչ ա եղել, Սոնա, ինչի համար եք դուրս եկել։ Լիլիթը գնում էր, դուրս եմ եկել, որ ճանապարհեմ։ Դու Սոնան ես։ Հա, ես եմ։ Դուրս չէիր եկել ընկերուդ ճանապարհեիր։ Ինչի կանգնած մնացիք։ Հաջողություն։ Հաջողություն։ Ճանապարհեմ ու գամ։ Ինչի ես այսքան վախեցած, Անիկ։ Թե դու էլ ես հասկանում, որ հատուցման ժամն ավելի մոտ է, քան դու կարծում ես։ Սոն, ես կինո ով էր։ Չգիտեմ, Լիլ, բայց զգացիր, որ Վռամի մաման շատ լարված էր։ Հա, նենց տպավորություն էր, ոնց որ չուզենար հանդիպեիք։ Զգացի։ Սոն, իսկ Վռամի մաման միշտ է քո հետ սենց կոպիտ խոսում, թե այսօր ուղղակի լարվածությունից տենց ստացվեց։ Չէ, Լիլ, ինչի պետք է այդպես կոպիտ խոսա։ Ճիշտն ասած, ես է զարմացա։ Ինքը միշտ իմ հետ շատ ջերմ է։ Հաստատ։ Հա, հաստատ, ինչի պետք է խաբեմ։ Հասկացա։ Լիլ, իսկ Միքոն հետևիցից չի եկել։ Միքոն։ Չէ, ասեց գործեր ունի, այսօր չի կարող գա։ Ափսոս։ Այնքան շատ եմ կարոտել, կուզեի գոնե հեռվից տեսնեի։ Սոն, Միքոն քեզ շատ է սիրում։ Ու ես այդ ամեն ինչը տեսնում եմ։ Իրականում ինքը ուղղակի չի համակերպվում այն մտքի հետ, որը որ դու արել ես։ Գիտեմ, բայց այնքան հույս ունեմ, որ մի օր ինքը ինձ կհասկանա։ Լիլ, ես արդեն ներս գնամ, կուզես քեզ տաքսի կանչեմ։ Չէ, ես մի քանի խանութ ունեմ մտնելու։ Ապրես որ եկար։ Եթե ինչ-որ բան էլ չի եղել, կներես։ Սոն, ուղղակի հիշի, որ ես միշտ քո կողքին եմ։ Ու իմացի, որ մեր մեջ միշտ գաղտնիքներ չի եղել։ Ու դա մեզ օգնել է մեր դժվարությունները հաղթահարել։ Կարևոր չի ես հիմա Միքոյի հետ ինչ հարաբերությունների մեջ եմ։ Հիշի, որ ես քո ընկերուհին եմ առաջնահերթ, ու ինչ խոսում ենք, մեր գաղտնիքն է մնում։ Ու իմացի, որ երբ կարիքս ունենաս, կարաս զանգես։ Լիլի, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Տեսել եմ, Միքո, արի, Սոնան գնաց։ Կլինի բան չասես, մինչև հասնենք տուն։ Կլինի բան չեմ ասի, բայց մինչև հասնենք տուն։ Էլի չեմ դժգոհում։ Ալո։ Հայկ ջան, ես փաստաբանի հետ մի ժամից պետք է հանդիպեմ։ Ուզում եմ հասկանամ դու գալիս ես թե չէ։ Չգիտեմ ինչա կատարվում, բայց հաստատ լուրջ է ամեն ինչ։ Հիմա պիտի շուտ Նարեին գտնեմ։ Դու գնա, բայց հետս անպայման կապի մեջ կլինես, էլի։ Լավ, հասկացա տղես։ Հրավիրված այս պահին անհասանելի է։ Վայ Նարե։ Լալա, խնդրում եմ, ասա, ինչ ես ուզում որ անեմ։ Ես պատրաստ եմ ծնկաչուկ խնդրել, որ գնաս էստեղից։ Նարեն չկա, ոչ ոք չգիտի, թե որտեղ անա։
Վրամ ընդամենը 3 է իմացել կատարվածի մասին, ինչը կատարվել 10 տարի առաջ։ Նարեն չդիմացավ, ամեն ինչ պատմեց, ամեն ինչ։ Սա կոնե լավ չի, շատ վատ է, համ սիրտնա վատ, համ էլ նենց տպավորությունա հեսա խելագարվի, խնդրում եմ քեզ լալա։ Ես ամեն ինչը քեզ պատմեմ, որ հասկանաս, թե ինչ քաոս է հիմա տիրում էր տանը։ Աղաչում եմ քեզ, գնա, խնդրում եմ քեզ։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞ կյանքը։ Երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց տպավորությունն է, որ ոչինչ չի փոխվել։ Մի ժամանակ ես էի նույն կերպ ծնկած քեզնից օգնություն խնդրում, իսկ հիմա նույն բանը դու ես անում։ Իրավիճակը նույնն է, դերակատարներն են տարբեր։ Բայց գիտես, կարծում եմ արդար կլինի, եթե ես էլ քեզ հետ նույն կերպ վարվեմ, ոնց դու ինձ հետ 10 տարի առաջ։ Չանես նման բան, լալա, խնդրում եմ քեզ։ Ինչի պիտի չանեմ։ Ես հենց դրա համար եմ եկել։ Լալա, խնդրում եմ քեզ։ Իմ տունը արդեն քանդվում է։ Ոչ ոք երջանիկ չի։ Իմ ուսակոյ մեղքերի համար իմ երեխեքն են ածեն պատասխան տալիս։ Ես ուսակոն շատ ենք մեղավոր, շատ։ Չնայած մեղքին քիչ ու շատ չկա, ես գիտեմ։ Սակոն քեզ տնից դուրս հանել։ Ես էլ քո զանգերին ու նամակներին չեմ պատասխանել։ Ես մեղավոր եմ քո առաջ, լալա, շատ եմ մեղավոր, շատ։ Ես գիտեմ, որ սպասել ես իմ զանգերին։ Բայց խնդրում եմ դու մի վարվին ես ոնց որ մենք ենք վարվել քո հետ, որովհետև դրա արդյունքում իմ երեխեքն են տուժել ու խնդրում եմ քեզ լալա։ Ես հիշում եմ ոնց են Վրամն ու Նարենկո գրկում մեծացել, ոնց ես իրանց սիրեր, ոնց ես իրանց փայփայեր, ես վստահ եմ, որ դու հիմա էլ ես իրանց շատ սիրում, խնդրում եմ քեզ լալա, աղաչում եմ քեզ, խնդրում եմ լալա, աղաչում եմ քեզ, հասկացի, որ քո քայլերից մենակ իմ երեխեքն են տուժելու։ Եթե պատկերացնեիր, թե այսքան տարիների ընթացքում քանի անգամ եմ ստիպված ծնկի եկել ու օգնություն խնդրել, որ գոյությունս քարշ տամ, կհասկանայիր, որ հիմա քո ծնկելը ինձ համար ոչինչ չի նշանակում։ Դու ու Սաքոն էլ ինձ եք պահել, բայց ձեզնից շատ այս կյանքում ինձ ոչ ոք չի վնասել։ Ես քայլ եմ արել, որը չպիտի անեի, բայց արել եմ, որովհետև ի տարբերություն ձեզ իմ պահած երեխեքի մասին մտածել եմ։ Ես եկել էի, որ Աշոտի երեխեքին պատմեմ ամեն ինչ։ Ի վերջո իրավունք ունեն, չէ՞ իմանալու ուր է իրենց հայրը։ Բայց չեմ արել։ Խաբել եմ ու ասել, որ քաջիկի թողած նամակում ամեն ինչ ճիշտ է գրած։ Անիկ, բայց գիտես, որ դա ոչ թե փրկում է Սաքոյին, այլ դառնում է իր ամենավատ ու ամենադաժան կործանման սկիզբը։ Հիմա Միքոյի ու Հայկի ձեռքերը չեն կեղտոտվի, բայց Սաքոյի դատաստանը իր իսկ երեխեքը կտեսնեն։ Հա։ Ինչեր ես խոսում, լալա։ Աշոտի երեխեքի վրեժը արդար կլիներ, բայց վստահ եմ սիրտս չեր հովացնի։ Հիմա ուղակի սպասի ու կտեսնես, թե ոնց են Նարեն ու Վռամը հերթով քեզնից ու Սաքոյից հրաժարվում։ Նման բան չի լինի։
Իմ երեխեքը երբեք տենց բան չեն անի։ Դու է չես անի, լալա։ Դու է չես անի։ Էն էլ ոնց կանեմ։ Քո ու սակոյ պատճառով ես սարսափելի տանջանքների, ստորացումների ու ցավերի միջով եմ անցել։ Ձեր պատճառով իմ մեջ մեռելա կյանքն էլ, ապրելու ցանկությունն էլ, բայց ամենավատը, որը ձեզ երբեք չեմ ներելու, էդ իմ երեխու կորուստն է։ Դու Սաքոն, իմ ամեն արցունքի համար ձեր իսկ արյամբ եք պատասխան տալու։ Դա ես քեզ խոստանում եմ։ Նարե։ Նարե։ Ուր ես Նարե։ Ուր ես, Նարե, ուր ես։ Հրավակած համարն այս պահին անհասանելի է։ Այ Նարե, ինչի ես անհասանելի։ Հրավակած համարն այս պահին անհասանելի է։ Վրամ սպասի։ Ուր ես գնում, ինչ ես անում։ Սոնա Նարեն անհասանելի է։ Ես ինչ պիտի անեմ, չկա, հանգիստ նստեմ տունը ու սպասեմ, հա։ Վրամ ուր ես գնալու, որտեղ ես Նարեին փնտրելու։ Ես էլ եմ գալիս։ Դու ոչ միտեղ չես գալիս, Սոնա։ Վրամ խնդրում եմ։ Սոնա, դու իրոք չգիտես ոչ մի բան։ Չէ, Վրամ, ինչ պետք է իմանամ։ Դու հենց հիմա շատ տարօրինակ ես ու լարված ես, Սոնա։ Ես քեզ նոր չի որ ճանաչում եմ ու շատ լավ հասկանում եմ, որ խաբում ես։ Վրամ, ինչի պետք է խաբեմ։ Հա, ես հասկանում եմ, որ քո բոլոր ակնարկները տանում են նրան, որ Նարեն Հայկի հետ է։ Բայց այդ աբսուրդ է։ Եթե Նարեն Հայկի մոտ պետք է գնար, հենա կգնար այն ժամանակ, երբ Հայկը իր հետևից էր եկել։ Չհավատացի։ Վրամ, սպասի։ Ինչ ես անում, Սոնա։ Մի րոպե որ սպասես կհասկանաս։ Բարև ձեզ։ Բարև Լիլի ջան։ Քերի ես ուր։ Դու աչքի սախբարդ հետ չես խոսացել, հա։ Քերի, եթե չես նկատել, Հայկի որոշումներից հետո ես իր հետ չեմ խոսում։ Լիլի ջան, քեզ մի կողմ փոխանցել եմ խնդրանքը։ Հա, ջաջաբո, ես Ադամյանների տնից եմ գալիս։ Դե պատմի ոնց է Սոնան, ինչ նորություն կա։ Ինչ ես մի քոյնն եմ, ես եմ քեզ հարց տալի։ Եթե իմ համար այդքան կարևոր չլիներ, չէի խնդրի քեզ։ Ուղղակի ես էլ եմ ինձ վազգում։ Սոնան իմ մտերիմ ընկերուհին է ու ես չեմ ուզում դառնա, որ ես լուր եմ տանում բերում։ Ես այդպեսին չեմ, այդ իմ մասին չի։ Փաստորեն ես ճիշտ էի։ Դե ուղղակի հասկանում եմ, որ որպես ծնող դուք անհանգստանում եք։ Դրա համար ընդհանրապես կասեմ այն ինչ որ տեսել եմ։
Հա, ամեն ինչ շատ լարված էր, Սոնան տխուր էր, անտրամադիր էր, բայց հարցերիս ընդհանրապես չէր պատասխանում, ես էլ չէի ուզում ճնշել իմ հարցերով։ Հասկացա։ Իսկ դու կապրիզները թարգի ու զանգի աղբորդ։ Դու իրան հիմա շատ պետք ես։ Ինչի։ Վարոյին Բերդում կախված են գտե։ Հա։ Հա, Սոն։ Ալո, Հայկ։ Հա, ինչ կան, Արեից դուր եղավ։ Չէ, Հայկ, ինձ թվաց դու նորություն կունենաս։ Չէ, արդեն չգիտեմ ինչ անեմ, Սոնա։ Ինչքան հնարավոր տեղ կա նայել եմ, ոչ մի տեղ չկա։ Անգամ են ընկերուհիների տուն եմ գնացել, որ մենակ անուններն եմ լսել, բայց չկա ու չկա։ Չգիտեմ ինչ անեմ։ Մնացել է, որ մենակ գնամ գյուղ։ Ինձ թվում է կարող է ու գյուղում լինի։ Հիմա պիտի գնամ տեսնեմ, ընդեղա թե չէ։ Տուն էլ չի եկել ու ոչ մեկի չի զանգել, բայց այս ամենը Նարեից չի։ Հա, գիտեմ, որ Նարեի նման չի, դրա համար էլ սենց անհանգիստ եմ։ Լավ, որ նորություն լինի, կսպասեմ զանգի։ Եղավ, լավ։ Հիմա համոզվեցիր, որ Հայկի հետ չի նարեն։ Որում խնդրում եմ, ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ մի հատ ճշտի, մտածած էդ իրականության հետ կապ ունի, թե չէ։ Լավ, բա այդ դեպքում ուր ան Արեն, Սոնա։ Ինչ լուր կան Արենից։ Ինչ-որ բան ա եղել, Անիկ։ Սակո, ես քեզ հիմա հարց կտամ, բայց ակնկալում եմ, որ ազնիվ լինես ինձ հետ։ Այս ընթացքում այնքան բան ա եղել։ Այնքան բանի միջով ենք անցել, որ էլ չեմ զարմանա ոչ մի բանի վրա։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ հերթական ապտակը չեմ ստանա քո պատասխանից։ Ինչ ա եղել, Անիկ, ասա։ Հեն նամակը, որ քաջիկը գրել է Հայկին, որ դու էլ ես տեղյակ։ Էդ ինչ նամակ է։ Ով ա քեզ ասել։ Նարեն։ Վերջերս մի տեսակ շատ ազնիվ ա դարձել։ Փաստորեն Նարեն էլ է տեղյակ։ Ինչ ես անում, Սակո։ Ինչ ես անում։ Ուր է այդ նամակը։ Ուր է։ Ինչ նամակ։ Քաջիկի գրած նամակը։ Ես ինչ իմանամ ուր է այդ նամակը։ Ես չգիտեմ։ Դու չգիտես ուր է այդ նամակը։ Բա քեզ Նարեն ա ասել, հա։ Ո՞վ ա ասել քեզ։ Չգիտեմ։ Լալան ա ասել։
Լալան քիչ առաջ ստեղ էր։ Ինքն է ասել ինձ այդ նամակի մասին։